ձեր իշվարան խուլ չէ։ Մի գոռացեք ձեր մտային զգացմունքները նրան փոխանցելու համար։ Վաչանիկա Ջապան, բարձր ձայնով աղոթքներ արտասանելով նրա ուշադրությունը գրավելու փորձը բացարձակապես անիմաստ է։ Հարգանքը, քնքշանքը, անկեղծությունը եւ նվիրվածությունը սրտի ներքին հատկանիշներ են եւ չպետք է բարձրաձայն արտահայտվեն շողոքորթների լեզվով։ Այնուամենայնիվ, երբ արթնանում է ներքին զգացմունքի ձայնային արտահայտման ցանկությունը, աստվածային հպումը կարող է արտահայտվել քաղցր լեզվով, բանաստեղծության կամ երգի տեսքով։ Մտային Ջապան, մանտրայի կրկնողությունը իշվարապրանիթանայի լավագույն գործընթացն է։ Մարդու գաղափարը պետք է արտահայտվի մտովի և միտքը պետք է լինի դրա վկայող էությունը։ Իշվարային, գերագույն գիտակցությանը մեդիտացիա անելիս պետք է միտքը անջատել աշխարհիկ հակումներից։ Նախ միտքը պետք է դուրս բերվի սահմանափակ եսի զգացողությունից և կենտրոնանա մեկ կետի վրա։ Այնուհետև անձը կպահի մակրո տիեզերքի միտքը այդ կետի շուրջ, սեփական մտային ներուժին համապատասխան յոգայի ուսուցչի կողմից նշանակված մանտրայի գաղափարման օգնությամբ։ Շնորհակալություն դիտման համար։ Հետևեք մեզ սոցհարթակներում։ Միացեք մեր մեդիտացիայի և յոգայի հանդիպումներին ամեն կիրակի 13:00-ին։ Մուտքն ազատ է։